Բազմաբնակարան շենքը ձեր առանձնատունը չէ, այլ ընդհանուր սեփականություն, որտեղ պետք է պահպանվեն համակեցության կանոնները։ Ճարտարապետներն արդեն հոգնել են Երևանի ներդաշնակությանն ու սեյսմիկ անվտանգությանը սպառնացող ձեղնահարկերի, շենքերի տանիքների ցածրաճաշակ ու ոչ անվտանգ կառույցների առիթով հնչող այս հիշեցումից։ Մանավանդ որ շենքերի սեյսմիկ ռեսուրսը 7 բալն է եւ ցանկացած աննշան բեռ վտանգում է ամբողջ շենքը։ Շատ շենքեր կան, որոնք արդեն գերլարված են այսօր։ Հայաստանում 420 բազմաբնակարան շենք 3-րդ աստիճանի վթարային է, եւ ըստ մասնագետների չի դիմակայի 5-ից 6 բալանոց երկրաշարժի, եւս 26-ը 4-րդ աստիճանի է, պետք է քանդվի ու նորից կառուցվի։ Սա կարժենա $900 միլիոն, իսկ մինչեւ 91-ը կառուցված ամբողջ բնակարանային ֆոնդը արդի սեյսմիկ անվտանգության նորմերին բերելու համար կպահանջվի $35 միլիարդ։ Հիմա սեյսմիկ վտանգը գիտեք, դարել է 3 գոտի, միջև 8-ից 9 եւ ավելի բալականության։ Եթե հաշվում եմ $500-600 մեկ քառակուսի մետրի ուժեղացման, մոտավորապես 32-ից 39 միլիարդ գումար է պետք։ Քաղաքի գեղագիտական դեֆորմացիաները շտկելու համար ճարտարապետներն առաջարկում են փորձնական ծրագիր, ստեղծել համայնքային ընդհանուր կատալոգներ եւ էսքիզային նախագծեր։ Մանավանդ շենքերի ֆասադների անգամ աննշան փոփոխությունները պետք է կատարվեն շինթույլտվությամբ եւ պետք է խստացվի նորակառույցների վերահսկողությունը, որոնք մշտապես խախտում են քաղաքաշինական խորհրդի պահանջները։ Օրինակի համար Կոմիտասի վրա Շիրվանզադեի դպրոցի մոտ քաղաքաշինության խորհրդի կողմից թողնված էր 12 հարկ։ Հիմա այնտեղ տեղում արդեն 17 հարկ է։ Դե բնակչությունը չի իմանում, չէ՞ որ քաղաքաշինության խորհրդի բոլոր անդամները քվեարկել են ոչ այդ պարտության օգտին, այլ 12 հարկ։ Սեյսմիկ առումով անվտանգ չեն նաև շքեղ առանձնատները, որոնց տերերը տրվելով Թաջ Մահալի ու Զվարթնոցի նման ուղղությամբ տներ կառուցելու գայթակղությանը մոռանում են պարզապես սեյսմակայուն տուն ունենալու կարևորությունը, նշում են մասնագետները։ Նոնի Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, Օրակարգ։